Ուրեմն, այս վերջերս, այս հորքուրս YouTube-ից վիդեոներն է նայում, գրում ա, «Ոյ բալես, էնքան հիացած եմ քո վիդեոներով, բան»։ Ու դրանից մի երկու ժամ հետո մի հատ էլ ա նամակ գրում, ասում ա, բայց քեզ չէր խանգարի խոսքի դասեր։ Նեղվեցի, հասկացա, որ մտածել ա, որ շատ վատ եմ խոսում ու ձանձրել ա մարդկանց ինձ լսելը։ Ասեցի լավ, երևի պետք է աշխատեմ իմ վրա, էլի վերջը։ Եթե ինչ-որ բան եմ ուզում անեմ, գոնե լավ անեմ։ Հələ գնացի ինչ-որ խոսքի դասերի, ինչ-որ նոր բաներ սովորեցի։ Պարզվեց, որ ինչ-որ YouTube-ի վիդեո նկարելու համար պետք ա նստել, ինչ-որ սցենար մտածել, կոնսպեկտել։ В общем, եկա գործ ա, պետք ա նստես, թղթի վրա գրես, հիշես, խոսալուց մարդկանց մասին հոգ տանես, մունատ չգաս մարդկանց վրա։ Մի պահ տենց մի քիչ կոտրվեցի, հասկացա, որ դա իմը չի, հետո ասեցի, ուֆ, ինչ կուզեմ կանեմ, հա, թող ձանձրալի դանդաղ վիդեոներ նկարեմ ու թող ոչ մեկ չնայի։ Լավ։ Այսօր խոսելու ենք Fiverr-ի ալգորիթմի մասին, քանի որ ես Fiverr-ի գել եմ, ուզում եմ Fiverr-ի մասին ամեն ինչ պատմեմ մարդկանց։ Նախ պատմեմ, ինչ ա Fiverr-ի ալգորիթմը։ Երբ որ լինում են ինչ-որ շատ մեծ ընկերություններ, օրինակ Facebook, Instagram, չգիտեմ, LinkedIn, Fiverr, իրանք բոլորը ունեն ինչ-որ նպատակ։ Օրինակ, Instagram-ի նպատակը այն ա, որ մարդկանց մաքսիմալ երկար պահի Instagram-ում։ Ու դրա համար իրանք մշակել են ալգորիթմ, որը կօգնի Instagram-ին, որ մարդիկ մնան երկար Instagram-ում, որ կարողանան ավելի շատ գովազդներ ցույց տալ Instagram-ում ու Instagram-ը հետևաբար մեծանա, աճի ու ավելի շատ փող աշխատի։ Ինչի ա, որ ինչ-որ մարդկանց պոստեր հավաքում են մի քանի միլիոն դիտումներ, իսկ ինչ-որ պոստեր հավաքում են մի քանի տասնյակ դիտումներ ընդամենը, դրա հիմքում շատ պարզ բան ա ընկած։ Ուրեմն, երբ որ դու ինչ-որ պոստ ես անում Instagram-ում, սկզբում Instagram-ը դա ցույց է տալիս մոտ օրինակ 100 հոգու։ Եթե այդ 100 հոգուց շատ մարդ like, comment, save ինչ-որ ակտիվություն ա ցույց տալիս, Instagram-ը հասկանում ա, որ ուրեմն սա մարդկանց հետաքրքիր ա ու սա արժեքավոր պոստ ա։ Եվ այդ ժամանակ Instagram-ը ցույց է տալիս եւս 1000 հոգու։ Եթե այդ 1000 հոգուց էլ ա չգիտեմ, 100 հոգին ինչ-որ ակտիվություն ցուցաբերում, Instagram-ը հասկանում ա, որ էս вообще լավ պոստ ա, ու տենց անընդհատ ավելի ու ավելի մեծ մասսաների ա ցույց տալիս, եթե ու տենց բոլորը իրանց լավ են դրսևորում, հասնում ա միլիոնների եւ ավել։ Հիմա այս պատմեի, որ լոգիկան հասկանաք, էլի թե ինչ պրիմիտիվ ձևով ա աշխատում։ Այսինքն, երբ որ ասում են պետք ա Instagram-ում պոստեր անել ինչ-որ կոնկրետ ժամերի, կարող ա, բայց այդքան կարևոր չի, ինչքան որակով content-ը, որը մարդկանց ստիպում ա ինչ-որ գործողություն անել։ Տենց, հիմա անցնենք Fiverr-ին։ Ինչն ա Fiverr-ի հիմնական նպատակը։ Շատ փող աշխատելը։ Ոնց է Fiverr-ը աշխատում շատ փող։ Այն մարդկանց հաշվին, ովքեր ծախսում են այդ փողը։ Իսկ ոնց ա լինում, որ այդ մարդիկ ծախսում են շատ փող։ Մի անգամ գալիս են Fiverr, դուրները գալիս ա, էլի են գալիս Fiverr, էլի ա դուրները գալիս, էլի են գալիս ու տենց դառնում ա Fiverr-ը իրանց մշտական առևտրի տեղը, այսպես ասած։ Ու դրա համար Fiverr-ը միլիոնավոր դոլարներ է ծախսում իրանց մարքեթինգային կամպանիների վրա եւ այլն, որ նոր մարդիկ գան Fiverr։ Ու նրա համար, որ այդ մարդիկ շարունակեն հետ գալ Fiverr, իրանք սարքել են ալգորիթմ, որ այդ նպատակին իրանց օգնի։ Ոնց է այդ ալգորիթմը աշխատում։ Երբ որ մարդը գալիս ա, օրինակ ձեզնից ինչ-որ բան ա առնում Fiverr-ում, դժգոհ ա մնում,
Fiverr-ը ձեզ պատժում է։ Եթե այդ մարդը գալիս է գոհ ամնում ձեզնից, Fiverr-ը ձեզ պատժելու հակառակն է անում, չգիտեմ ինչ են ասում դրան։ Եթե այդ մարդը առաջին անգամ է Fiverr-ում գնում կատարում, այդ պատիժը եւ մյուս բանը ավելի մեծ impact են ունենում ձեր էջի վրա, որովհետև երբ որ մարդ գալիս է Fiverr 10-րդ անգամ է գնում կատարում ու եթե 10-րդ անգամ այդքան գոհ չլինի, ինքը մեկը էլի կշարունակի գալ։ Եթե ինքը առաջին անգամ է գալիս ու գոհ չի, դժվար թե էլ գա ու այդ շատ վատ բան է ու Fiverr-ը ամեն ինչ անում է, որ այն մարդիկ, ովքեր չեն գոհացնում կլիենտներին, իրանք ոչ մի պատվեր չստանան։ Ոնց է իմանում Fiverr-ը, որ մարդիկ գոհ չեն մնում ձեր գործից։ Ուրեմն, երբ որ ինչ-որ պատվեր արվում վերջանումա, անկախ նրանից իրանք ձեզ ինչ-որ feedback գրել են, թե չեն գրել, իրանց mail է գնում, որտեղ Fiverr-ը հարցնում է, ասում է tell us in private, what do you really think about this delivery? Որտեղ հաճախորդը հասկանում է, որ իրան ոչ մեկ չի նայում, եթե դու տենաս, որ ինքը քո մասին վատ բաներ է գրե, չես նեղանա, որտեվ չստանա։ Մի խոսքով հանգիստ են զգում եւ ինչ ուզում այդտեղ ասում են։ Ու եթե հանկարծ հաճախորդը այդտեղ ասի, որ այդքան էլ գոհ չի, վсё, ձեր էջը վարի է գնում մի որոշ ժամանակով, մինչև ինչ որ ուրիշ մարդիկ հակառակը պնդեն։ Ու եթե ասի, որ վաու շատ թույն էր ամեն ինչ դուրս եկավ, այդ ժամանակ Fiverr-ը ձեզ ոնց են ասում, չեմ հասկանում։ Քաջալերում է, որպեսզի դուք ավելի շատ գործ անեք։ Ոնց է լինում այդ պատիժը ու չպատիժը։ Ընդհանրապես Fiverr վերցնում է ձեր գիգը եւ դնում է ամենաներքևում, եթե դուք վատ եք սպասարկել ձեր հաճախորդին։ Իսկ եթե լավ եք սպասարկել, վերցնում է եւ դնում է ամենավերևում։ Վсё։ Վсё։ Եթե ձեր գիգը առաջի էջում է, դաժե եթե լինի աշխարհի ամենավատ գիգը, աշխատելու է։ Բայց եթե ամենավատ գիգը լինի, կարող է չաշխատի։ Բայց ամեն դեպքում այդքան կարևոր չի ձեր գները, ձեր, չգիտեմ, այդ նկար, description եւ այլն։ Իհարկե կարևոր է, բայց այդքան կարևոր չի, որովհետև ամենակարևոր բանն է, որ ձեր գիգը լինի տեսանելի, որովհետև եթե դուք սարքեք աշխարհի ամենաթույնագույն գիգը, բայց ոչ մեկ չտեսնի այդ գիգը, ոչ մեկ չի տեսնի այդ գիգը։ Տենց, ասածս ինչ է, որ ամեն ինչ իրականում շատ պարզ է։ Ընդամենը պետքա նենց անել, որ հաճախորդները ձեզ սիրեն ու ի սրտե սիրեն, ձևական չսիրեն եւ վերջ։ Եվ դուք կսկսեք տպել միլիոններ Fiverr-ի եթերում։ Իսկ եթե ուզում եք իմանաք, թե ինչպես անեք, որ հաճախորդները ձեզ սիրեն, նայեք իմ հաջորդ վիդեոն, որը ես կտեղադրեմ այստեղ։